Երևանի ճանապարհները վաղուց արդեն պարզապես խնդիր չեն։ Դրանք ծխողման ամենօրյա հիշեցում են։ Բոլորը տեսնում են, բայց լուծում չկա։ Ինչու՞։ Մեզ հետ ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն է։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ինչպես դասականն է ասում, միայն մեզ մոտ է, երբ ջրափորձում ես շրջանցել, հայտնում ես կողքի քաղաքում։ Իսկապես ինչ է կատարում Երևանի ճանապարհներին եւ ինչու չեն կարողանում դեմը առնել։ Վարորդները եւ քաղաքացիները ասում են, որ նույնիսկ ամենավատ տարիներին երբևէ մայրաքաղաքում այսպիսի վիճակ չի եղել։ Նախ հիշեցնեմ, որ նույն երևանցիներն ու նույն վարորդները իրենց մեղքի բաժինը ունեն, կներեք, բայց պետք է ասենք սա։ 2023 թվականին, երբ Երևան քաղաքում տեղի ունենում ավականու ընտրություններ, մեր երևանցիների 845,000 ընտրողից մասնակցեց ընդամենը 27% մեր քաղաքացիները, ու իրենց չմասնակցության արդյունքում քաղաքացիական պայմանագիրը 9% ձայն տարավ ընդհանուր Երևան քաղաքում։ Ու հիմա Երևանն էլ կառավարում է 9%-ի սահմաններում։ Հենց ասֆալտապատման խնդիրը ինչումն է կայանում։ Քաղաքացիական պայմանագիրն ու Հանրապետություն կուսակցությունը որոշել են երևանցիներից մուր հանեն։ Ես դա հստակ ասում եմ, արդեն ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Գումարը կա, մեծ գումար կա։ Գույքը հարկի 100% բարձրացման արդյունքում, աղբահանության արդյունքում, կարմիր գծերի արդյունքում, տեղական տուրքեր վճարերի թանկացման արդյունքում Երևան քաղաքի բյուջեն իրենք ասում են լիքն է, լիք, այսինքն 0.6 ցենտ է, լիքը գումար ունենք։ Այդ գումարից երևանցիների վճարած 2 միլիարդ 492 միլիոն դրամ հատկացրել են Երևան քաղաքում 12 վարչական շրջանում փոսալցման եւ ասֆալտապատման համար։ Հիմա այս մարդիկ ինչ են անում։ Այս փոսերը առաջանում է, ինչի է առաջանում, անկախատեսելի անձրևից, մեկ էլ որ ձմռանը ձյուն է գալիս։ Դա էլ չենք հասկանում, խիա ձմռանը ձյուն է գալիս։ Աղը լցնում են, ասում է աղը տվեց, քանդեց։ Հետո ասում է աղ չենք լցնելու, աղի լուծույթ ենք լցնելու։ Հիմա լուծույթն է մեղավոր։ Հետո անձրևն է, անկախատեսելի անձրևն է գալի։ Ցանկացած պարագայում մեղավորը ոչ թե եղանակային պայմաններն են, այլ այդ ոչ կոմպետենտ մարդիկ են։ Եթե դու փոսը սովորական, էլ ոնց բացա, ես էլ չեմ հասկանում իրանց ինչ կարելի ասել։ Մենք իրանց ասում ենք փոսը սովորական, սենց փոսա, նայեք ԿՊ-ի ժողովուրդ։ Փոսը քանդվեց։ Գնում են որ ասֆալտապատեն այդ փոսը, ոչ այդ փոսը մաքրում են, ոչ այդ փոսի տակ նորմալ բիտում են լցնում, ոչ հիմք են լցնում, բռնում են այդ անձրևորով, թեթև ասֆալտը տանում են, ասենց վրից մի հատ գնում գալիս են, ասում են վերջ։ Ու այդ ասֆալտը չի տևում 24 ժամ, լավագույն դեպքում 48 ժամ, ու նորից դառնում է նույն ավելի մեծ խրամատը։ Դրա վառօրինակն է մեր քաղաքացիները։ Այս վերջի 15 օրը մեր քաղաքացիները անընդհատ ջարդ ու փշուր են անում իրենց սեփական մեքենաները, այն սեփական մեքենաները, որոնց գույքարկը հանկարծ չմուծես, միանգամից հարկադիր կատարողականից նամակ է գալի, որ մուծում արեք, թե չկընկնեք մեր։ Իսկ ինչ են անում երևանցիները, հայհոյելով ման են գալիս, ուրիշ բան չունեն անելու։ Քաղաքացիներին մեղադրելը կարծում եմ այնքան էլ տեղին չէ այս իմաստով, որովհետև քաղաքացին ընտրում է աշխատանք արդյունք տեսնելու ակնկալելու համար։ Թե ինչպես է աշխատում իշխանությունը այս դեպքում, կարծում եմ պետք է լծակներ միգուցե լինեն, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտրության համար գոնե պատասխան պահանջեն։ Ինչ լծակներ ունեն, ինչ իրավական հիմքեր ունեն մարդիկ իրենց ընտրության համար հետևողական լինելու համար։ Հետևողական միակ լծակը ես ինչպես բոլորն են տեսնում, միակ ընտրություններն է, որ այս մարդիկ ընտրություն արեցին, տեսան ինչ արդյունք եղավ, հիմա ընտրություններով իրանց սխալը ուղղեն։ Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, որ կարողանան մեր շատ քաղաքացիներ ինձ հարց են տալիս դատի տանք, դատական process-ի մեջ մտնենք, ինչ դատական process։ Եթե քո մեքենան ջարդվել է 150,000 դրամի վնաս ես կրել, վերցնում զանգում ես ապահովագրական ընկերություն, ասում ես որ SSS վնասն է, այս մարդը ասում է դուք եթե բառացի ասեմ կասկո չեք արել, ձեր մեքենա որ փոսը ընկնի, անվադողերն ու անվահեծերը փշրվեն, մենք իրավասու չենք այդ գումարը տալ։ Զանգեք քաղաքապետարան, զանգում են քաղաքապետարան, դե այնտեղ վերցնող չկա, վերցնեն ինչ ասեն այսքան մարդուց, դրա այսքան մարդու խնդիրների համար, դրա համար այս օրինը ոչ մի իրավական բան չունեն, չեն կարողանալ, ոչ մի դատական process-ով չեն կարողանալ հասնել իրենց նպատակին։ Միակ բանը մնում է, որ այս ընտրություններին տեսան արդեն աշխատանքը։ 3 տարի է քաղաքացիական պայմանագիրը այդ փոքր տոկոսով ու Հանրապետություն կցորդ կուսակցությունը ղեկավարում է Երևանը։ Իսկ դուք եք մենակ ֆիքսվում
փոսերին։ Փոսերը վերջնական, հիմա գոնե արևը դուրս կգա, էլի մի բան կանեն, էլի սենց կլցնեն, էլի կփակեն այդ փոսերը, դե ընտրություններն է, չէ, 2 ամսից համապետական ընտրությունները, հիմա կսկսեն փոսալցումներ անել, արևն էլ իրանց կողմից կլինի, էլ չի քանդվի, գոնե, որ կարողանան երևանցիներին նորից ստեն։ Հիմա երևանցիները թող որոշեն հունիսի 7-ին ինչա լինում, իսկ ամեն ինչը չի կարելի վերագրել մենակ փոսալցման վրա։ Սոցցանցում արդեն քաղաքացիները հեգնում են, գրում են, որ զարմանում են, երբ իրենց համայնքի փողոցներում հանկարծ աշխատանքային եռուզեռ է սկսվում, ավելի ուշ հետո հասկանում են, որ վարչապետն է այցելում այդ համայնք, հետո էլ հավելում են, որ բարեկարգումը մինչև հիմա ոչ թե քաղաքացու իրավունքն է, այլ թանկագին հյուրի աչքին թոզ փչելու միջոց։ Համաձայն եք։ Միանշանակ նույն այս ներքին քարոզարշավի շրջանակներում քաղաքացիական պայմանագիրը հյուրընկալել է Շենգավիթ վարչական շրջանում այն փողոցներում, որտեղ երբևիցե այս վերջի տարիները ջրով մեքենա մեր քաղաքացիները չէին տեսել, հետաքրքիր սյուրպրիզ էր քաղաքացիները ջրով մաքրում էին, այդ մեր աշխատողները Երևանի քաղաքապետարանի էլ այս ավել սավոկը ասենց ասած մաքրում պլպլացնում էին, որը տեղով քայլեն գնային։ Իսկ դրանից հետո կարող եք ցանկացած ես փողոցները նշեմ, մեր քաղաքացիները հիմա որ տեսնեն կհիշեն։ Հիմա արդեն նույն վիճակն է։ Հիմա արդեն փոսեր են ավելացել տեղ, ոչ թե արդեն մաքրվում են, այլ փոսեր են ավելացել։ Էս է։ Վերջին նշեցիք դուք, վերջին 2 տարում բոլոր հարկերը турքերը բարձրացել են, ավելացել են եւ քաղաքացու հարկերի հաշվին գոյացող քաղաքային բյուջեն փաստորեն ըստ էության գումարը վատնում է անարդյունավետ կամ մսխվում է միգուցե ինչու մեկ օր նորոգված փոսը հաջորդ օրը դարձյալ ավելի խորը եւ ավելի մեծ փոս է դառնում։ Վարորդները նախորդ օրը եթե տեսնում են այդ փոսը փոսալցվել է, աշխատանք է կատարվել, հաջորդ օրը նույն փոսի մեջ ընկնում են եւ դուրս գալ այլևս չեն կարողանում։ Սա աշխատանքի կոնկրետ հստակ վատ աշխատանքի արդյունքն է։ Վերահսկողություն չկա, թե ինչն է պատճառը, որ այսպես է։ Դուք նշեցիք, որ անարդյունավետ է ծախսվում երևանցիների վճարած հարկերը եւ турքերը։ Ճիշտ է, բայց անարդյունավետ ում համար։ Երևանի քաղաքապետարանում գործող չինովնիկները բարձր, ոչ թե տակի օղակը մեր աշխատակիցների, բոլորը ստանում են միլիոնավոր դրամներով պարգևավճարներ, էլեկտրական մեքենաներ, որը անցնում է 70-80 միլիոն դրամը։ Նույն Տիգրան Ավինյանը։ Այդ մեքենաները որ փողոցներով են անցնում, վարորդներն են իրենք արդեն գիտեն այդ փողոցները։ Կապ չունի, փոսերի վրայով են անցնում, այդ մեքենաները ջարդվում են էլեկտրական Երևանի բալանսի տակ քաղաքապետարանի գործով, բայց ով է դա վերանորոգում։ Նույն երևանցին իր գրպանից իրանք չեն ցավում դրա համար։ Իսկ երևանցիների մեքենաները ջարդվելու արդյունքում իրենք արդեն կրում են բացասական հետևանքներ նույն երևանցիները։ Իրենք նոր մի բան են մոգոնել, այսպես ասած, ասում են մեր նոր արած ասֆալտները չի քանդվում, նախկինների արած ասֆալտները, իսկ 3-4 օրը հենց նույն Էրեբունի վարչական շրջանում նոր 2 օրվա արած ասֆալտներ մարդը աշխատանքի ասում է եկել եմ անցես տեղով, նորմալ էր, այսօր անցա հենց ինքը մեքենան ընկել էր այդ փոսի մեջ։ Ասեց 150,000 դրամի ծախս է, հիմա ինչ անեմ, ինքը սենց խոսած, այդ մարդը քաղաքացին խոսած, ներվայնացա վերջում ասեց թողեք հանգիստ ինձ քարշակը կանչեց այդ մեքենան տարա որ վերանորոգի։ Սովորաբար նման դեպքերում քաղաքապետարանը պատասխանատվություն կրում է այդ վարորդների մեքենաների ծախսերի համար։ Եթե փոսի պատճառով մեքենան վնասվել է կամ ի վերջո սա միայն հարաբերվետության խնդիր չէ փոսերը, սա նաև անվտանգության խնդիր է, որտեղ վթարների մի մասն էլ առաջանում է հենց փոսերի պատճառով։ Կա նախադեպ, որ քաղաքապետարանը ծախսեր է հոգացել կամ ինչ որ մի ժամանակ պատասխանատվության է ենթարկվել։ Մեկ բառով։ Ոչ։ Ինչու։ Ասում են մեր իրավասության տակ չի դա։ Գիտեք ինչ են ասում։ Հենց վարեք փոսերը չընկնեք։ Ես դες ասում եմ իրենք ուղակի մուռ են անում երևանցիներից, ուրիշ տարբերակ չկա։ Եթե երևանցին հազա մեկ օրվա մեջ մոտավոր 45 վթարա տեղի ունեցել, որի հաշվարկներով ամեն մեքենայի վրա ծախսա գոյացել 50-ից 60,000 դրամ, պատկերացնում եք։ Իսկ այդ մեքենան, եթե հանկարծ իր գույքարկը չմուծի, նույն Երևանի քաղաքապետարանը
բջջային հեռախոսների վրա նամակահոգում, որ ձեր ժամանակն մուծումները կատարելու գույքահարկի չէ, դուք խնդիրներ կունենաք հարկադիրի հետ։ Բայց այդ քաղաքացին ասում է, էլ չեմ մուծելու, ընդհանրապես ասում է չեմ մուծելու։ Հիմա ի՞նչն է խնդիրը, գալիս է նրան ենք հանգում, որ մարդիկ եկան իշխանության, թանկացրեցին համատարած ամեն ինչ։ Տեղական турքերից, վճարներից միջև տրանսպորտ։ Ինչ եղավ? Եղավ մեծ հավաքագրումներ, որ իրանք ասում են բյուջեն լիքը գումար կա։ Հա լիքը գումար կա, բայց ուր է գնում այդ գումարը։ Գնում է տարեկան միլիարդավոր դրամների պարգևավճարների, գնում է սեփական նոր մեքենաներ գնելուն եւ իրենց աշխատասենյակներից դուրս չգալուն։ Այ հենց իրենց պատասխանը տալիս է Երևանցին։ Խոսենք նաև հանրային տրանսպորտի վարձավճարների մասին։ Դուք տվյալներ ունեք, որ մարդիկ սկսել են նորից չվճարել կամ սկզբունքորեն շարունակում են չվճարել։ Ինչու է այսպես։ Ես ուզում եմ ձեր եթերում ի պատիվ երևանցիների ասեմ մի գաղտնիք, որ շատ մեծ թերհավաքագրում կա ավտոբուս ՓԲ-ում, մարդիկ նորից սկսել են արդեն ոչ թե համատարած, այլ իրեր նայելով սկսել են չմուծել։ Ուղղակի չեն վճարում, ինչի արդյունքում, որովհետև թանկացրեցին 150 դրամ, 300 էին թանկացնում, մեր բոյկոտի արդյունքում, քաղաքացիների շփման արդյունքում հասկացան, որ մի անգամից 300 դրամ չի կարելի, վախեցան, իջացրեցին 150 դրամ, տեսան, որ էլի 150 դրամ չի մուծում, բայց իրանք չեն հասկանում, մի հատ կարելի է գնալ, այս չինովնիկներից մեկը, բայց ես խորհուրդ եմ տալի, միշտ ասում եմ ավականու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը, որ կանգառներում մարդիկ ուզում են իրեն տենան։ Մի հատ եկեք ձեր ձեռքը բռնենք, այսպես քաղաքացիական պայմանագրի հետ խմբակցությունով գնանք կանգառներ։ Առավոտյան 8-ից 10 կամ երեկոյան 15:00-ից մինչև 20:00-ն։ Տենանք դուք կարողանում եք նստեք այդ մեքենաները, այդ ավտոբուսները ու հասնեք տեղ։ Նախ առաջինը այս թանկացման ճակերտավոր բարեփոխման արդյունքում պետք է լիներ սմարթ կանգառներ։ Դուք եթե Գարգին նշտայի հրապարակում կանգառները տենակ, ուղղակի ներողություն ձեր լացը կգա։ Մարդիկ կանգառ գոյություն չունի, կանգառի դիմաց լիճ է ու մի քանի տեղեր Երևանում։ Չկան, կանգնելու տեղ չկա, ասում լավ, մի ձևի սպասում ենք, 40-ից 50 րոպե սպասում ենք, գալիս հասնում է, կռվելով մտնում ենք ներս։ Ներսում իրար վիրավորում են մեր քաղաքացիները, չգիտես ինչի համար, որովհետև տեղ չկա նստելու, որովհետև իրար գլկած են, իրար շալակած են, բառեր ասեն, որ հասկանան։ Բայց այդ նույն ԿՊ-ի ժողովուրդը մի քանի տարիներ առաջ կախվում էին այդ գազելներից, ասում էին ոչ, պետքա չթանկանաք, այդ թանկացման արդյունքում մարդիկ կարան մի հատ հաց ավել առնեն։ 150 դրամ ինչի համար թանկացրիք։ Թանկացրիք, որ նույն վիճակը լինի, մարդիկ ժամերով կանգառներում են մնում, իրար գիրք շալակած են գնում, կանգառներ դե գոյություն չունի, միջև հասնում են աշխատանքից կամ աշխատանքից հետո հասնում են իրենց բնակարան արդեն ժամ-ժամուկես տամ։ Երևան քաղաքում մի վարչականից մյուսը հասնում է 50-60 րոպե, այլ ավելի շատ, ու դրա համար չեն ոծում, որովհետև ասեցին թողեք 100 դրամ, մի հատ հասկանան մարդիկ ինչ վիճակ է, բերեք նոր ավտոբուսներ, նոր գծեր, որ մարդիկ իմանան ինչի համար են 150 դրամ մուծում։ Իսկ դուք խեղդում եք, հետո բոբո ձաձաներ ճարեցիք, ասեցիք մտնենք մարդկանց բան անենք, տուգանենք, տեսակ որ դա չի ստացվում։ Հիմա տուգանող չկա, այդ մարդկանց չեն տուգանում պատասխանատվության։ Գիտեք ինչ չկա, որովհետև հենց այդ նույն տուգանողները հասկացան, որ պախարակվում են մարդկանց կողմից։ Հենց այդ նույն երիտասարդ տղաները, որոնք աշխատում են Երևանի քաղաքապետարանում տարբեր վարչություններում, իրանց գործառույթը չէր մտնեին մարդկանց տուգանեն։ Մի 2-3 անգամ դուրս եկան, հետո հանգիստ գնացին ասին մենք էլ չենք այս թեմայի մենք չենք մտի, որովհետև մարդիկ մեզ ինչ ասես ասում են ու արդարացի։ Ու սիրելի երևանցիներ շարունակեք։ Այս մարդկանց միակ, որ դուք կարողանաք հակառակ այսպես ճակերտավոր մուր հանել իրանցից, էտա իրանց գրպանին կպնելու։ Իսկ իրանց գրպանին կպնելու ի՞նչ է։ Քիչ գումար կարողանան հավաքել երևանցիներից։ Եթե ամփոփենք զրույցը, ինչ պետք է անի քաղաքացին իրական արդյունք ստանալու համար։ Իրական արդյունք ստանալու համար նախ պետք է Երևանը սիրող քաղաքապետ լինի, Երևանը սիրող թիմ լինի, հասկացող թիմ լինի, ոչ թե մարդիկ առաջի անգամ իրենց կենսագրության մեջ նայեք, մի անգամից գալիս են ու դառնում են վարչության պետեր Երևան քաղաքում, բաժնի պետեր Երևան քաղաքում, փող քաղաքապետեր Երևան քաղաքում ու Երևանը էլ այս վիճակում է լինում։ Սիրելի երևանցիներ, միակ տարբերակը, որ դուք այս ամեն ինչից դուրս գաք, այս թանկացումներից, այս ձեր հանդեպ այս վատ վերաբերմունքից, ձեր մեքենաներից մինչև տրանսպորտ, ձեր գույքահարկից մինչև աղբահանություն ու տեղական турքեր, սրա միակ տարբերակը
փոխել է քաղաքային իշխանությանը իրենց ամբողջ թիմով։ Իսկ սրա միակ հույսը, որ կարողանանք երևանցիների հետ համատեղ վերջացնենք իրենց այս ապիկար իշխանությունից, ապիկար կառավարումից հունիսի 7-ին մեծ մասնակցություն ապահովենք համապետական ընտրություններին ու Երևանցին ցույց տա, որ չի կարելի իրանից մոռանալ։ Եթե 23 թվականի քաղաքացիական պայմանագիրը Երևանում ստացել է 9%, երևանցիների մեծ մասնակցության արդյունքում այդ 9%-ն է դիչ ստանա։ Չեմ կարող չհարցնել, արդյոք փոփոխության դեպքում առանց թանկացումների հնարավոր է լինելու բարեկարգել, բարենորոգել Երևանը։ Միանշանակ։ Հենց մեկ օրինակ բերեմ, մնացած օրինակներն էլ շուտով բոլորին կներկայացնենք։ Կարմիր գծերի թանկացումը ստի ու կեղծիքի իշխանությունը համեմում էր մեր քաղաքացիներ, որ մենք կարմիր գծերը 12000-ից դարձնում ենք 160000, դրան որ Երևանում այս խայտարակ խցանումները վերջանան։ Դարավ 160000 դրամ, խցանումները 160 անգամ ավելի շատ ավելացավ, իսկ ինչ եղավ, ոչ մի բան։ Ուղղակի 2 միլիարդ 100 միլիոն դրամ փող հավաքագրեցին։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Ցտեսություն։